350 երիտասարդներ հայկական երկու հանրապետություններից, Ջավախքից ու Արցախից ու Սփյուռքից առաջիկա 5 օրերը միասին կանցկացնեն Ծաղկաձորում, մեկնարկել է բազե ավանդական համահայկական հավաքը։ Մեր դրոշի 3 գույները խորհրդանշող ճակատների բաժանված երիտասարդները կապրեն ֆիզիկական եւ ինտելեկտուալ ակտիվ կյանքով, կմրցեն տարբեր սպորտաձևերում, կցուցադրեն արվեստի, արհեստի, գրականության ու բանավեճի սեփական հմտությունները, կշփվեն պաշտոնյաների հետ։ Առաջին հանդիպումն այսօր վարչապետի հետ էր։ Բազեի 11-րդ ճախրանքին հետևել է Արմինե Ուդումյանը։ Բազեն հերթական անգամ հավաքել է Հայաստանի մարզերի, Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի երիտասարդներին։ Նրանք պետական ու մասնավոր բուհերի ուսանողներ են, կուսակցությունների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդդիմության երիտասարդները հրավեր նստացել, բայց մերժել են։ Համահայկական հավաքին այս անգամ միացել են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ու ոստիկանության ակադեմիայի ջոկատները։ Ձևավորվել են սկաուտների եւ հաշմանդամների փյունիկ ջոկատները։ Նպատակը համախմբել եռայգունի ներքո երիտասարդներին, այսինքն ինքը ամբողջ այս 11 տարիների ընթացքում իր նպատակը չի կորցրել եւ ընդհակառակը ավելի արդիական է այսօր, որպեսզի երիտասարդությունը անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրենց բնակության վայրերից համախմբված լինեն։ Բազեականներին այցելած վարչապետը համոզված է, որ այս երիտասարդները լցվելու են նոր եռանդով ու այդ եռանդը ծառայելու է մեր պետությանը։ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այս տարին խորհուրդ ունի, նշելու ենք մեր երիտասարդ պետության 20-ամյակը եւ բազեականներից շատերն էլ 20 տարեկան են։ Այդտեղ էլ ես տեսնում եմ առանձնահատուկ մի խորհուրդ, որովհետեւ մեր պետությունը ձեր նման երիտասարդ է եւ ունի դեռևս ճանապարհ անցնելու եւ համոզված եմ, որ մենք ունենալու ենք հիասքանչ պետություն, որով հպարտանալու ենք։ Բազեների հավաքն այս անգամ նորամուծություն ունի։ Հավաքի մասնակիցների շապիկներին այն 7 անվանի գործիչների նկարներն են, ում հոբելյանական տարին 2011-ին նշում է մեր երկիրը։ Մաշտոց, Մեծարեն, Զոհրաբ, Սպենդիարյան, Նժդե, Բաբաջանյան, Մետաքսիա, Սիմոնյան։ Սա ավանդույթ է դառնալու ու հետագայում եւս երիտասարդները կմեծարեն ու կճանաչեն մեր ազգի մեծերին։ Մետաքսիա Սիմոնյանը եղել է արտիստ, հայ բեմի մեծ դերասան, նրա 10 տարին դեռ չլրացած, նա դարձել է արդեն Թատերական ինստիտուտի ուսանող։ Ընտրել եմ Գարեգին Նժդեի շապիկը, դե ինչպես որ գիտեք, մեծ զորավար, մեր շատ մեծ հայրենասեր։ Արնո Բաբաջյանը շատ հայտնի երաժիշտ էր, կոմպոզիտոր, նաև Ռուսաստանում շատ երգերից հայտնի գիտենք։ Հավաքի ընթացքում 18-ից 30 տարեկան 350 երիտասարդներից բաղկացած 42 ջոկատները կարմիր, կապույտ ու նարնջագույն ճակատներով միմյանց հետ կմրցեն սեղանի թենիս, ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ խաղալով։ Ուժերը կչափեն բասկամարտում ու պարան ձգելով, կանցկացնեն Սպորտլանդիա։ Իրենց տաղանդը կցուցադրեն Պարի նկարչության ու նորաձևության մրցույթներում։ Այսօր երիտասարդներն իրենց գիտելիքները չափեցին ինտելեկտուալ խաղերում։ Վարչապետի ու նախարարների հետ պինգ-պոնգ խաղացին։ Հաշիվը ոչ ոք չէր պահում, ուժերն ակնհայտորեն հավասար էին, իսկ հավաքների վերջում միշտ ասում են հաղթեց եռագույնը։ Եթե այսօրվա Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի երիտասարդությունը միասնաբար մեկ բռունց կազմեն, ինձ թվում է լուրջ հաջողությունների կհասնենք։ Իմ համար այնքան ողջունել է այս ծրագիրը, որ իրոք այս ծրագիրը հասնում է իր նպատակի մի բանով, որ մեր մոտ արդեն զարգացել է շատ շուտվանից հայրենադարձությունը, ամենաշատ կարևոր փաստը, որ ունենք արդեն երիտասարդներ Սփյուռքից, ովքեր որ գալիս են չեն եղել Հայաստանում, բայց իրանք հայ են, եկել են, տեսել են, սիրարվել են, զգացել են, որ իրոք սա իրենց տունն է եւ մնացել են։ Այնպիսի միասնություն, ինչպիսին Բազեում, ամեն օր չեք տեսնիլ, որովհետեւ հավաքված են 300-ից ավելի երիտասարդներ, բոլորը տարբեր ընտանիքներից եկած, բոլորը մրցակցում են, բայց ես համոզված եմ, որ անցած տարվա փորձը ցույց տվեց, որ 5 օր իրար հետ ապրելը ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի վիճաբանություն տեղի չի ունենում։ Երիտասարդ բազեների հավաքը կտևի օգոստոսի 20-ից 24-ը։ Բազե 2011-ը եզրափակվելու է գալահամերգով Ազատության հրապարակում, որտեղ հավաքի երիտասարդներին են միանալու 700 ճամբարականները։ Արմինե Ուդումյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։ Հայաստանյան ռոբոտաշինության վերջին ճիչը ստեղծվել է ականներ որոնող ռոբոտ, որը կատարելագործումից հետո կհերթապահի սահմանում։ Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտներն այս օրերին զբաղված են համաշխարհային բրենդների կայքեջերի ստեղծմամբ ու ձևավորմամբ։ 6 տարվա ընթացքում 8 տասնյակ մասնագետ տված կենտրոնում բիզնես պատվերներ են ստանում նաև սփյուռքահայ կազմակերպություններից։ Աննա Մարտիկյանն է պատմում։ Ինքը ռոբոտ է, կարող ենք տալ կոորդինատներ, այս օրը պատկերացրեք, այս է, կոորդինատներ ենք տալիս, ինքը
սկանավորում է տաշտը ու սկսում է ականները փնտրել։ Գյումրեցի Smart Guide դեռ 1 տարեկան է, բայց արդեն հասցրել է իր ծննդավայրից Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնից մեկնել Հայկական Երկրորդ Հանրապետություն ու դեռ Արցախի մարտական նշանակության դաշտերում ականներ որոնել։ Մայրաքաղաքում ռոբոտիկսի մրցույթին մասնակցել ու 3-րդ տեղն զբաղեցնելով վիրավորվել է։ Առայժմ կատարելագործման փուլում է։ Այս մասում մեր բիզնես զարգացման կենտրոնն է, որ բաղկացած է 3 բաժիններից։ Ծրագրերի կոդավորման, փորձարկման ու տեխնիկական սպասարկման բաժիններում պատվերն են արդեն իրականացնում են Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտները։ Հիմնադրման օրից 2005-ից մինչ օրս կենտրոնը տվել է 80 շրջանավարտ, որոնք պահանջված են նաև արտասահմանյան աշխատաշուկայում։ Կայքի միջոցով, կայքի առավելությունն այն է, որ կայքի միջոցով կարող են տարբեր տեղերից պատվերներ տալ եւ գնել խանութում եղած ապրանքատեսականները։ Նյույորքյան շքեղ սուպերմարկետներից մեկի Ritual Vintage-ի տեսականին ներկայացված վեբկայքում ինչքանով կգրավի օնլայն հաճախորդներին եւ էլեկտրոնային առքու վաճառքը ինչքանով հեշտ կլինի, պատասխանատու է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես զարգացման միավորման թիմը։ Մենք քանի որ ունենք մասնագետներ, որոնք աշխատում են search engine-ների հետ, այսինքն օգնում են վեբսայթը ավելի որակով ավելի արագ հայտնաբերվի, այսինքն Google-ում կամ Yandex-ում կամ Yahoo-ում կան մենք հաշվի ենք առել նաև այդ փաստը։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի բիզնես զարգացման միավորման բաժնում չի անտեսվում ոչ մի մանրուք։ Սա արտասահմանյան երկրորդ մեծ պատվերն է Նյու Ջերսիում Հովնանյան դպրոցի վեբկայքից հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայ օգնության ֆոնդն ու Սերգսյան Մեյսոն հիմնադրամն են արտասահմանյան պատվերներն ուղղորդում Գյումրի։ Գյումրիի թիմն էլ արդեն արտասահմանյան շուկայում մրցակցությունից չի խուսափում։ Սեպտեմբերից արդեն կենտրոնում բացելու ենք, հիմնելու ենք mobile programming, որտեղ որ C ծրագրավորման լեզվի հիմքի վրա մենք պատրաստենք մասնագետներ։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Հայլուր։ Երևանում տեղի է ունեցել Օրրան բարեգործական կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքը։ Նպատակն է նոր դրամական միջոցներ հայթայթել եւ հանրության ուշադրությունը սևեռել ճգնաժամի մեջ հայտնված ընտանիքների խնդիրների վրա։ Միջոցառման ընթացքում հանգանակվել է $150,000, որն ամբողջությամբ կուղղվի Օրանի շահառու երեխաների ամենօրյա սննդի ու խնամքի համար։ Այս տարի ևս երեկոյի գլխավոր նվիրատուն դարձել է Օրանի վաղեմի բարեկամ Վիվասել MTS-ը, իդեմ Ռալֆ Իրիկյանի, ով նաև անհատական նվիրատվություն է կատարել։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ շնորհվել է Օրան Գրիգորյան մրցանակը, որը հանձնվել է Վիվասել MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանին։ Աղքատություն ունենալը ամոթ չէ, բայց ամոթը գիտակցել, որ գա աղքատություն կամ գա փողոցում մուրացող հատկապես երեխաներ եւ ոչ մի կայլ չի ցերնարգեր, որ իրենց փողոցից դուրս հանել եւ իրենց սովորացնել, օգնել, օժանդակություն տալ։ Տավուշի մարզում օծվել է հերթական նորակառույց եկեղեցին սահմանամերձ Բարեկամավան գյուղում վերջին 2 տասնամյակների ամենակարևոր իրադարձությունը գյուղում համարում են հավատի տան կառուցումը։ Ռուսաստանում ապրող նրանց համագյուղացի Ցոլակ Միքայելյանից ընդամենը 2 տարի պահանջվեց իր վաղեմի երազանքն իրականացնելու համար։ Սպիտակ սելվիտից կառուցված մատուրը օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ։ Արարողությանը մասնակցել են տասնյակ հավատացյալներ, բազմաթիվ հյուրեր, հարևան համայնքների բնակիչներ։ Մինչ այդ մոմ վառելու համար տեղի բնակիչները հասնում էին գյուղի բարձունքում Կիսավեր եկեղեցին։ Նորակառույց մատուրը նրանց համոզմամբ ոչ միայն կաշխուժացնի հոգևոր կյանքը, այլև յուրատեսակ կամուրջ կդառնա հեռու եւ մոտ բարեկամաբանցիների միջև։ Այս եկեղեցին իմ կարծիքով գյուղի երիտասարդներին եւ այն գյուղացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ այդտեղեր կապող օղակ կդառնա եւ ծնունդ կնունք այստեղ կլինի, ասենք մինչ օրս չի եղել։ Գյուղում եկեղեցի չենք ունեցել, հոգևոր կենտրոն չենք ունեցել, շատ ոգևորված է ժողովուրդը։ Այսօր գյուղի արմատական ներկայությունը վկայում է իր ավանդույթներին վերադառնալով, սովորույթներին վերադառնալով եւ ներշնչումն է, որ մեր ժողովուրդը իր հավատքի յուրօրինակ դրսևորման ձևն է ընտրել եկեղեցաշինությունը։ Այսպիսին էր Հայլուրի շաբաթօրյա լրազամբյուղը, ձեզ հետ Աբրահամ Գասպարյանն էր, հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում։